Ողջույն, մենք Հյուսիսային դպրոցի 2-3 դասարանից սովորողներն ենք։ Եթերում զնգլիկ ռադիոն է։ Խոսելու ենք Զատկի տոնի մասին։ Իսկ դուք գիտեք, որ Զատիկ տոնի հետ Զատիկ միջատը կապ չունի։ Թամենը Զատիկը հայտնվում է Զատկի տոնից առաջ։ Զատկի տոնը նաև անվանում են Սուրբ Հարության տոն։ Իսկ Զատիկ նշանակում է բաժանել, հեռացնել։ Զատիկ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է։ Այն փոփոխական տոն է, ամեն տարի նշում ենք տարբեր օրերին։ Նշում ենք գիշերահավասարից հետո Որ օրը։ Կիրակի, եթե լիա լուսին լինում։ Իսկ շաբաթ օրը երեկոյան մենք գնում ենք եկեղեցի, որ լույս բերենք։ Դա կոչվում է ջրաքալույս կամ ջրաքալուց։ Այդ օրը դուրս են գալի մեծ սպասից։ Զատկի նախորդ շաբաթը կոչվում է ավագ շաբաթ։ Զատկի տոնին պետք է ներկենք ձվերը, բայց իրականում պետք է լինեն կարմիր։ Զատկական սեղանից պետք է անպակաս լինեն լավաշը և գինին, որովհետև Հիսուս Քրիստոսը վերջին ընթրիքի ժամանակ իր աշակերտներին տվեց հաց ու գինի։ Պատրաստում ենք նաև չանչով փլավ և բրինձը խորհրդանշում են մարդկանց, իսկ չամիչը խորհրդանշում է Աստծո խոսք։